Նոյանտապանում հյուրընկալել եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանին, պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Թեև պաշտոնական քարոզարշավը չի մեկնարկել, բայց մենք տեսնում ենք, որ տարբեր քաղաքական ուժեր, այդ թվում իշխանությունը իրականացնում են ոչ ֆորմալ քարոզարշավ, փորձեն գնահատել ներքաղաքական իրավիճակը այս պահի դրությամբ, հայտարարություններ կան, որ մեր երկրում արդեն իսկ իշխանությունը քաղաքական բռնաճնշումներ է իրականացնում, գնահատականը ուժեղ Հայաստանին կուսակցությանն է, այդ պայմանավորված է այդ ուժի ներկայացուցիչների հանդեպ իրականացված իրավական գործընթացներով, մասնավորապես նախորդ շաբաթ ձայնագրություններ հրապարակվեցին եւ նրանց որոշ ներկայացուցիչների մեղադրանք առաջադրվեց կաշառք բաժանելու, կաշառք տալու կասկածանքով։ Հիմա ուզում եմ դուք որպես պայքարի մեջ մտած քաղաքական ուժի ղեկավար ինչպես կգնահատեք մինչև այս պահը իրավիճակը։ Սովորաբար ասում են, որ ընտրարշավը մեկնարկում է ընտրություններից անմիջապես հետո, հաջորդ օրը, բայց ցավոք սրտի մեր ներքաղաքական դաշտը այնքան անկայուն է եւ այնքան թեր զարգացած, որ դերերի եւ դերակատարությունների եւ կարգավիճակների խառնաշփոթ է տեղի ունենում, որովհետեւ իմ համոզմամբ այն իշխանությունները, որոնք որ իշխանավարում էին պետությունում, սովորաբար դասական առումով բոլոր երկրներում է այդպես եւ մասնակցում են ընտրություններին, ապա նրանց քարոզարշավը ոչ թե այցելություններով եւ մարդկանց հետ ուղիղ շփումներով պետք է ընթանա, այլ նրանց մասին պետք է աղաղակող խոսեն նրանց գործերը։ Երբ որ սոցիոլոգիական հարցումների միջոցով, երբ որ վիճակագրական տվյալների միջոցով ցույց են տալիս, թե ինչ ահռելի քանակությամբ աշխատանք կա արված, սա խոսուն վկայությունն է, որ այդ ուժը, որը որ մասնակցում է կրկին ընտրություններին, որ նախկինում իշխանություն է եղել, ինչ ահռելի աշխատանք է կատարել։ Մինչդեռ մարզեր այցելությունները, համայնքներ այցելությունները, մարդկանց հետ շփումները շատ ավելի հարիր է նոր ուժերին, որտեղ նոր ուժերը հնարավորություն չեն ունեցել երբևիցե իրենց հնարավորությունները ցույց տալ քաղաքացիական հանրությանը, գործով մեծամասամբ բարձենալու հնարավորություններ չունեն, պետք է ի ցույց դնեն նրանց անցած ուղին եւ նրանց խոստումները եւ շփումները մարդկանց հետ եւ որպես կանոն դժգոհ ընտրազանգվածը, որը չի համակրում թե իշխանություններին, թե նրանցից առաջ եղած բոլոր իշխանություններին եւ նրանց արբանյակ ուժերին, այլ ընտրանքների որոնման պարագայում շատ օրինաչափ է, որ նրանք շփվեն եւ հաղորդակցվեն մարզեր եւ համայնքներ այցելած նոր քաղաքական ուժերի հետ։ Բայց ցավոք սրտի մեր պետության ներսում մենք տեսնում ենք այնպիսի խառնիչ աղանջ իրավիճակ, երբ որ ամեն ինչ այնքան է խառնված իրար, ցավոք սրտի որևէ նախկին իշխանություններ չի կարող բարձենալ ահռելի քանակությամբ աշխատանքով, որը նրանց քաղաքական կապիտալը հանդիսանալով հնարավորություն կոշտեր կտար հանրային աջակցության եւ վստահության մեծ չափաբաժին ունենալ։ Տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք։ Ինչ վերաբերում է ձեր հարցի հնչեցրած երկրորդ մասին, ապա Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը աչալրջորեն ուսումնասիրում եւ հետեւում է գործընթացներին, առայժմ գնահատականներ չենք ուզում տալ բռնաճնշումներ թե կանք սպասենք ընտրությունների գործընթացների ընթացքին, որովհետեւ թե դրա ընթացքում կամ դրանից առաջ տեղի ունեցած իրադրությունների վերաբերյալ կարծիք հայտնելու համար դու համապարփակ տեղեկատվություն պետք է ունենաս երկու կողմերի մոտեցումների վերաբերյալ, ինչին մենք ուղղակի չենք խորանում, խորամուխ չենք լինում, որովհետև ավելի կարևոր գործեր կան։ Մենք կայացման ճանապարհ ենք անցնում, ընկերներ։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունը լինելու է այն անջրպետը, որը բաժանելու է հետխորհրդային Հայաստանի եւ զարգացող Հայաստանի միջև պատմական հարացույցը։ Եվ այս առումով մենք պետք է գիտակցենք, որ հին ուժերով եւ ներկայիս առայժմ գործող քաղաքական իշխանությամբ հերրու չենք կարող ընթանալ։ Մեզ բեկումնային փոփոխություններ են պետք եւ դաշտ նետված նոր ուժերը պետք է կարողանան ցույց տալ իրենց մրցունակությունը։ Այ օրինակ տեսեք մեր օրինակով Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը նախաձեռնվել է 2024 թվականի մայիսի 28-ի հայտարարությամբ Գուրգեն Սիմոնյանի ձեր խոնարհ ծառայի, որից հետո 1 տարվա ընթացքում 9 ամսվա ընթացքում կուսակցությունը ֆորմալ առումով
նախապատրաստվեց եւ հիմնադիր համագումարը տեղի ունեցավ, այնուհետեւ 2025 թվականի ապրիլի 10-ից մենք պետական գրանցում ունեցող քաղաքական ուժ ենք, այսինքն մեր ուժը մեկամյակը դեռ բոլորել է եւ փոքր ինչ ավել ենք անցել, արդեն մասնակցում է երկրի թիվ 1 քաղաքական գործընթացին, որտեղ այսօր մենք արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողով տարանք մեր փաստաթղթերը եւ դիմում ներկայացրեցինք եւ այդ ցուցակներ հրապարակեցինք այն մասով, որով որ մեր երկրորդ աշխարհաժողովի ժամանակ աշխարհաժողովը հաստատեց եւ այն մասով, որը որ քաղաքական խորհուրդն է հաստատել, ամեն ինչ շատ նորմալ է, փաստաթղթերը գրագետ կազմված են մեր իրավաբանների շնորհիվ, ընդ որում շատ շնորհակալ եմ ես այդ անհատներին իրենց համակ ուշադրությամբ կատարած լայնածավալ աշխատանքի համար եւ այսօր հանձնեցինք։ Դուք պատկերացրեք ինչ ահռելի քանակությամբ աշխատանք է կատարվել 1 տարվա ընթացքում, որ կուսակցությունը նոր ձևավորված կարողանում է թիվ 1 քաղաքական գործընթացին մասնակցել։ Եվ ես ակնկալում եմ, որ դուք անգամ այդքան մեծ հնչեղություն ունեցող ֆինանսական միջոցների մասին հարցը կտաք, որովհետև Factor TV-ին շեշտադրեց հատուկ այդ հանգամանքը, որ միայն 7.5 միլիոն դրամ կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի կողմից է ներդրում կատարվել եւ դա ինչ որ հանրային հետաքրքրությունների մեծ ալիք բարձրացրեց, որին ես սիրով կպատասխանեմ։ Մանրամասները հետևյալն է. միջև կուսակցությունը գրանցելը եւ կուսակցության հաշվի համար ունենալը իմ կոչից հետո բազմաթիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ իրենց օժանդակությունը հայտնեցին նաեւ ֆինանսական կերպով։ Այդ ֆինանսները նաեւ կանխիկ տեսքով էին, որոնք որ կուտակվեցին, այդտեղ կան նաև իմ անձնական խնայողությունները, իմ ընտանիքի անդամների եւ իմ հարազատների նվիրատվությունները, ֆինանսական աջակցությունը, իմ ընկերների այդ թվում, որոնք ամբողջացրեցին այն հատվածը, որը որ մենք կարողացանք նվիրատվության կերպով դնել, տեղադրել արդեն Հայաստանի Շնորհապետական կուսակցության օրինական պաշտոնական բացված հաշվի համարին, որով որ մենք կարողանալու ենք մասնակցել ընտրություններին։ Ընդ որում այդ գումարը դա պետական պարտադիր վճարն է, որը կուսակցություններին պարտադիր պետք է։ Եթե միայնակ ես մասնակցում ընտրություններին, ապա 7.5 միլիոնի կարգով պետք է պետական վճար իրականացնես։ Եթե դաշինքով է, ապա 8-ից 10 միլիոն է, եթե չեմ սխալվում։ Պարզից էլ պարզ է, որ երկրի օրենսդրական դաշտը ձևավորել են այնպես, որ նախընտրական գործընթացներում, եթե կլինի մի դերակատար, որը չի անսա քաղաքացիական հանրության ֆինանսական օժանդակությանը, այլ սեփական նախաձեռնությամբ դա կկատարի, ապա որպես կանոն կամ խոշոր տնտեսվարող պետք է լինի այդ անհատը, կամ տարիներ շարունակ երկիրը թալանած օլիգարխ։ Այսինքն գիտության մարդը, որը որ հայտ է ներկայացնում մուտք է գործում քաղաքականություն, ընդ որում ժողովրդական պահանջի ինչ որ մի չափաբաժնով պայմանավորված։ Ինչ է կոչ անելու եւ քաղաքացիական հանրությանը նաեւ ֆինանսապես օժանդակելու հնարավորություն ունի, իհարկե ունի եւ դա օրենքով ամրագրված նրա իրավունքն է, որով որ մեր քաղաքացիները մեր կողքը կանգնելով այս հնարավորությունները բացազատեցին մեզ համար, ինչի համար փառք ու պատիվ հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքանդրությանը, որ երբևիցե տուրք չեն տալիս դժվարությունների առաջ։ Ընդ որում մի բան էլ ասեմ, այս ընթացքում պրակտիկա կա եւ շատերը, թեպետ եւ ինձ անծանոթ, ասում էին, որ անձնապես ուղղակիորեն իդեմս իրենց չեն ուզում այդ նվիրատվությունը կատարեն, ինչ վախերով պայմանավորված։ Այդ վախերն էլ թող պատասխանեն իշխանությունները եւ նախկին իշխանությունները, ինչու են մարդիկ այդքան տարակուսած ու վախեցած, ինչից են վախում, որ իրենց անուն ազգանունները երևա աշխատանքը կորցնելուց, թե դժվարություններ հավելյալ դժվարությունների բեռի տակ կքալուց։ Սա ռետորական հարց ենք բարձրացնում։ Այնպես որ ամեն ինչ շատ օրինական է եւ օրինաչափ է եւ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը ինչպես հարկային մարմիններին է ծանուցում ֆինանսական շարժի մասին, այնպես էլ հակակոռուպցիոն մարմիններին եւ մեր իրավաբանների հետ մենք սերտ համագործակցությամբ փորձում ենք պետությանը ցույց տալ եւ հիմնավորել բոլոր այն ֆինանսական հաշվարկները, որոնք որ ցույց են տալիս պատշաճ մակարդակը կուսակցության եւ կուսակցության ղեկավարի։ Սա ամբողջ պատմությունը այն ֆինանսական հոսքերի մասին, որը որ կան։ Ընդ որում ես ձեզ ասեմ, բազմաթիվ մարդիկ կան, որ միջոցառումներ են իրականացնում
ոչ կուսակցության միջոցառումներ, այլ նախաձեռնություններ կարող է բարեգործություն անեն, որին մենք օժանդակ ենք, կարող են նախաձեռնություն անեն, որին մենք օժանդակ ենք, բայց այդ ծախսերը կուսակցությունից չեն արվում, այսինքն մարդիկ են փորձում նաև օժանդակել, նվիրատվություններ անել, բարեգործություններ անել եւ այլն եւ այլն։ Սա կարևոր հանգամանք է, որ մենք ուզում ենք շեշտել, եւ այս առումով իմ կարծիքով հարիր է քաղաքահանրությանը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հանրությանը եւս մեկ անգամ շեշտել, որ սիրելիներ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, փորձում են աղմուկ աղաղակ բարձրացնելով վարկաբեկել նոր ուժերին, որպեսզի ձեզ զրկեն այլընտրանքներից։ Իշխանություններն են դա անում։ Ոչ միայն, թեպետ ով գիտի, որ դերակատարը ինչ աստիճանով է հանդիսանում իշխանության սատելիտ։ Դա հետո կերևա, դա հետո մենք կպարզաբանենք։ Ամեն ինչ իր հերթին կբացահայտվի։ Որովհետև եթե լսենք այդ նույն ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներին, իրենց պնդմամբ իրենք են իշխանության թիրախում, հատուկ են թիրախավորված, իշխանությունները միայն իրենցից են վախենում, որովհետև իրենք համոզված են, որ Սամվել Կարապետյանը չնայած այս բռնաճնշումներին լինելու է հաջորդ վարչապետը, եւ սա խիստ մտահոգում է Նիկոլ Փաշինյանին։ Դուք ակնկալում եք ես մեկնաբանեմ այդ ինֆորմացիան։ Ես ուզում եմ հասկանամ, նրանք եւս դիրքավորվում են որպես այլընտրանքային ուժ, նախկիների հետ կապ չունեցող ուժ, եւ դուք փաստորեն հիմա մրցակցելու եք գլխավորապես այս ուժի հետ։ Ով ասեց, որ մրցակցելու ենք նրանց հետ։ Ես մեր հաշվարկներով այդ ուժը այն աստիճանի թափ ու հնարավորություն չունի, որ գլխավոր մրցակից համարվի մեզ համար։ Հետևաբար յուրաքանչյուրն իրավունք ունի իր հայտարարություններն անել, իր տեսակետները առաջ քաշել։ Մենք այդպիսի մտավախություն կամ մտահոգություն չունենք, որովհետև մեր հաշվարկները այլ բան են ցույց տալիս։ Ներ գլխավոր մրցակիցը այս պահի դրությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, որը ցավոք սրտի առայժմ ահռելի քանակությամբ հնարավորություններ ունի։ Դուք վարչական ռեսուրս նկատի ունեք։ Ոչ միայն վարչական ռեսուրսը, այլ նաև թեև սահմանադրական մեծամասնություն չեն կարողանում ապահովել, միևնույն է քաղաքահանրության ներսում որոշակի չափով աջակցություն ունեն, որտեղ քաղաքահանրությունը դեռ չի կողմնորոշվել այլընտրանքների վերաբերյալ։ Ոչ կա մի շերտ, որը անգամ չի էլ բացահայտել որոշ այլընտրանքների։ Օրինակ մեր հաշվարկներով, նույն մեր հաշվարկներով, մեր կուսակցությանը այս պահի դրությամբ ճանաչում է 60-70% հանրությունը, այսինքն մնացած մասը դեռ չի բացահայտել մեզ։ Եվ ընտրություններին էլ շատ քիչ ժամանակ է մնացել։ Այս իրավիճակում իհարկե բեկումնային փոփոխությունները հնարավոր են, որովհետև մանավանդ նախընտրական գործընթացներում շատ արագ դու կարող ես հայտնի դառնալ այս առումով, որտեղ կիզակետում ես եւ որպես կանոն ընտրություններից 20 օր, 30 օր շուտ քաղաքահանրությունը իր գլխավոր ֆոկուսը ուղղորդում է ներքաղաքական դաշտում։ Հիմա փոքրի շատ է շարժ կա դեպի ֆոկուսի ուղղորդում ներքաղաքական գործընթացներ։ Մայիսին շատ ավելի համապարփակ կլինի եւ այնտեղ որտեղ որ դու չես հասնի, քեզ կբացահայտեն ինքնուրույն։ Սա է ամբողջ հանգամանքը։ Եվ մենք կարծում ենք, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, ահռելի քանակությամբ աշխատանք կա արված եւ բազմաթիվ հնարավորություններ կան, որ այլընտրանքը ի վերջո հաղթանակ տանի Հայաստանի Հանրապետությունում, առաջ Աստված։ Պարոն Սիմոնյան, ակնկալիքը ձեր ուժից ո՞րն է գլխավորապես, երբ դուք շփվում եք քաղաքացիների հետ։ Իրենք միայն դեմքերի փոփոխություն են ուզում, թե կա առանցքային հարց, որը իրենք ակնկալում են, որ դուք կարող եք։ Գիտեք, քաղաքահանրության զգալի հատվածը դժգոհում է ներկայիս իշխանություններից այն հանգամանքում, որ 2018 թվականի հեղափոխությամբ հայտարարված արժեքները չեն կապիտալիզացվել։ Այսինքն մարդիկ տարակուսած են, մարդիկ ակնկալում են, որ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը կիրագործի այդ բաղձալի իղձերը, որը փափագում էր հայ ժողովուրդը, որ այդպես էլ չստացավ քաղաքացիական պայմանագիր կուսակցության 8-ամյա իշխանությունների պարագայում։ Ընդ որում գիտեք ինչ, ցանկացած պետության համատեքստում կարևոր մի հանգամանք կա եւ դա բոլոր տեսակի ժողովրդավարական պետություններն են ապացուցել եւ դա մենք տեսնում ենք բռնապետական պետությունների պարտությունների շարքով պայմանավորված անգամ, որ եթե իշխանությունները անգամ լավագույններից լավագույնն են, 10 տարուց ավել իրավունք չունեն կառավարեն։ Նիկոլ Փաշինյանը հավակնում է 12 տարի կառավարել։ Դա նորմալ է։ Նկատի ունենալով այն ավերիչ քաղաքականությունը եւ այն սխալներն ու բացթողումները, որ նրանք
իրագործել են 8-ամյա կառավարման ժամանակաշրջանում։ Ես միշտ ասում եմ կես կատակ, կես լուրջ, որ Հայաստանի Հանրապետությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը չէ, գործող իշխանության առաջին դեմքն էլ Անգելա Մերկելը չէ։ Փոփոխություններ էր պետք։ Անկամ եթե կուսակցության մակարդակով հավակնություն ունեին ներքաղաքական գործընթացներում մասնակցել, իրենց հայտը ներկայացնել նոր իրողություններում, պետք է գնային առաջին դեմքի փոփոխության ճանապարհով։ Բայց դա մենք դա չտեսանք։ Եվ հիմա հանրությունը ամենուր եք մեզ որ տեսնում են, բարձրացնում են այն հարցերը, որոնք որ օդում կախված մնացին, որոշ հարցեր էլ տապալվեցին։ Եկեք այս պահին մեր եթերում գովազդ հայտարարենք, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերում գովազդը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արքղի համար, 2 արքղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Հրատապ հարցեր հաղորդաշարի շրջանակներում հիշեցնեմ, որ զրուցում եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Պարոն Սիմոնյան, վերադառնալով մեր հարցազրույցի ֆորմատին, փորձենք հրատապ հարցերին անդրադառնալ։ Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Եվրամիության նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում, որի նպատակն է աջակցել մեր երկրի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում ապատեղեկատվության, կիբերհարձակումների եւ ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին։ Առաքելությունը տեղակայվում է դարձյալ 2 տարի ժամկետով եւ ըստ էության սա չի նշանակում ուղիղ աջակցություն Նիկոլ Փաշինյանի իշխանության ընտրություններից առաջ, որպեսզի այդ իշխանությունը վերարտադրվի, եթե այդպես է, ապա Եվրամիության շահը որն է աջակցելու Հայաստանի գործող իշխանություններին, եթե նրանք իրենց բնույթով եւ էությամբ ըստ էության Ռուսաստանի հետ են, չեն էլ պատրաստվում այդ ազդեցությունը թուլացնել կամ կապերը խզել եւ եւս մեկ հարց, ինչու այս երրորդ ուժերը քաղաքական դաշտում այլ ուժերի ասել, որ չեն տեսնում փոխարինող եւ ըստ այդմ եղածի մեջ ընտրում են գործող իշխանությունների հետ աշխատելու տարբերակ ամեն դեպքում։ Այդ երրորդ հարցը իհարկե շատ զարմանալի է, սկսենք դրանից, որ մեկն միշտ փակենք, ես չգիտեմ ով ինչա տեսնում, ով չի տեսնում, եթե տեսողության հետ կապված խնդիրներ ունեն, հավանաբար ակնաբուժի պետքա դիմեն եւ իրենց խնդիրն է, երբևիցե հնարավոր չի հոսող ջրի առաջը փակել, կարելի է փակել, բայց ժամանակավոր։ Եթե ծավալը ջրի մեծ է, միշտ այդ անջրպետից ավել ես բարձրանում եւ հոսում ընթանում ես, քո ճանապարհը բացում ես։ Առաջին մասով ոչ, Եվրամիությունը ոչ թե աջակցում է գործող իշխանություններին, Եվրամիությունը աջակցում է Հայաստանի Հանրապետությանը։ Եվ հեծանիվ չենք հորինի, որ ասենք, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր գտնվում է գիտակցական պատերազմների կիզակետում։ Գիտակցական պատերազմները, կոգնիտիվ պատերազմները 3 տեսակի են լինում։ Ապատեղեկատվություն, նարատիվների պատերազմ, պատումների պատերազմ եւ հոգեբանական պատերազմ։ Այդ 3 տեսակի պատերազմների կանխարգելման գործընթացում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները ոչ մի նորմալ տրամաբանական քայլ չեն արել։ Ամենից մեծ քայլը կլիներ, երբ որ 2021 թվականին առաջարկվող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կից տեղեկատվական կառույցի ձևավորումը լիներ, բայց հիմա ուշացումով են փորձում ինչ-որ մի բան անել, որը ըստ էության հատուկ ծառայությունների մի մաս պետք է լիներ տեղեկատվական դարաշրջանում։ Ձախողվեց, դուք չեք տեսնում ինչ աղբ է լցվում Facebook-յան տիրույթ եւ առհասարակ մետա տիրույթ։ Ոչ մի մարդկանց պաշտպանելու հնարավորություններ չկան, ապա տեղեկատվության մեծ հոսք կա, ներազդեցություն կա դրսից, այդ թվում նաև Ռուսաստանից եւ հարևան պետություններից։ Այդ շղարշի ներքո գործող իշխանությունները ոչինչ չեն արել։ Եվրամիության դիտորդական առաքելությանը ողջունում է նաև Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը իդեմս հիմնադիր նախագահի Գուրգեն Սիմոնյանի։ Շատ ուրախ ենք եւ շատ շնորհակալ ենք, որ դուք եկել եք Հայաստանի Հանրապետության համար։ Հետևաբար չի կարելի պնդել, որ Եվրամիությունը աջակցում է արդեն բացահայտ ռուսական ուղղությունը ջատագովող Նիկոլ Փաշինյանին։ Եվրամիությունը ալտերնատիվաներ է փնտրում, իսկ ալտերնատիվաները պետք է կայանան, որ ձայնը բարձր հնչի։ Սա շատ կարևոր հարց է, որ մենք պետք է գիտակցենք ու Շնորհապետական կուսակցությունը խոշոր քայլերով առաջ է ընթանում, մենք նաև կառուցվածքային փոփոխություններ ենք անում, կադրային փոփոխություններ ենք անում, կանոնադրական փոփոխություններ ենք անում, կարգի մեջ ենք ձևավորում, կուր համակարգ ենք սարքում հայ ժողովրդի համար։ Այլ ընտրանք է փնտրում, այսինքն դեռ իրենք այդ փնտրտուքի մեջ են, հիմա իրենց համար եթե ցանկություն լիներ, բարձ չէր լինի արդեն ում են իրենք տեսնում, որ կարող են աջակցել եւ փոփոխություններ բերել երկրում։ Տեսանելի չէր լինի առայժմ։ Տեսանելի չէր լինի, որտեղ Հայաստանի մասշտաբները այն աստիճանի չէ, որ բազմազբաղ ուսումնասիրության տակ պահեն ամբողջ ներքաղաքական գործընթացները, տեսանելի կլինեին խորհրդարանական կարգավիճակում հայտնված ալտերնատիվաներ, իսկ խորհրդարանում ալտերնատիվաներ չեն եղել։ Ստիպված են եղել աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մի քիչ ավելի ձեռք է տվել Եվրամիությանը, քան նախկինները, որտեղ գոնե Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակ պրոռուսական քաղաքականությունը ընդգծված չի ընթացել, ինչու, որտեղ կազմակերպչական բաց ունեն։ Եթե կազմակերպչական բաց չունենային նախկինների նման, պրոռուսական կազմակերպված աշխատանք կտանեին։
Հայաստանին էլ օգնում են, որպեսզի գլխավորապես պաշտպանեն ռուսական ազդեցություններից, այստեղ թուրքական, ադրբեջանական այդ ազդեցությունները իրենք հաշվի առնում են, թե չեն առնում։ Նախ նրանց մոտ կա համապարփակ տեղեկատվություն միջնաժամկետ ապագայում Հայաստանի սպառնացող վտանգների առումով։ Երկրորդներ նրանք մոնիտորինգ են ենթարկում հայ քաղաքականությունից եկող պահանջները։ Քաղաքացիական հանրությունը ձգտում է դեպի քաղաքակիրթ աշխարհի հետ փոխգործակցություն։ Ուզում է դուրս բրցնել ճահիճներից։ Հայ ժողովուրդը ուզում է դուրս բրցնել եւ դրսում դա գիտեն։ Պարոն Սիմոնյան, Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբականակը եկավ Հայաստան, դրան զուգահեռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպում եղավ կրկին այս անգամ Ադրբեջանում, Ալիևը սա համարում է առաջընթաց խաղաղության գործընթացում, միաժամանակ մենք արդեն գիտենք մամուլում լայն տարածում գտա, որ Ալիևյան ռեժիմը ավերել է Ստեփանակերտում Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարը, մայր տաճարը, Ստամբուլն էլ արգելել է հայոց ցեղասպանության միջոցառումների անցկացումը, ինչ կարող եք ասել, ինչ քաղաքականություն է վարում թուրք-ադրբեջանական տանդեմը։ Ինչ քաղաքականություն պետք է վարի, բացի հայկական տարի ոչնչացման քաղաքականությունը։ Նրանք ասում են, որ եթե դուք ուզում եք գոյություն ունենալ, ապա ձեր որովայնապաշտ հանգամանքը, ստամոքսը եւ սեռական օրգանները պետք է իմպերատիվ լինեն, ոչ երբեք ուղեղը եւ հոգին։ Այսինքն ներկայիս իշխանությունները հայ քաղաքակրթության, հայկական քաղաքակրթության ուղեղն ու հոգին, բանականությունն ու հոգեկերտվածքը երկրորդ պլան են մղել, առաջի պլան են բերել կենթանական սկիզբ ունեցող բնազդային հանգամանքները, սնվելու եւ բազմանալու հանգամանքները։ Ընդ որում բազմանալու պարագայում հեչ պարտադիր չի, որ դու տեսակդ պահես, եթե ուղեղն ու հոգին մեկուսի է։ Հասկանում եք ինչա կատարվում։ Այսինքն բարի ախորժակ հայհոյանքով նավթը գազը բերեցին, տաճարը ավիրեցին, ոնց է այդպես ստացվում։ Մենք պետք է քաջություն ունենանք ճշմարտության աչքերին նայելու։ 2020 թվականից ի վեր 11000 քառակուսի կիլոմետր տարածության վրա ոչնչացվել է հայկականությունը եւ շարունակում է ոչնչացվել։ Նույնը սպառնում է մյուս տարածքներին, եթե ռազմաքաղաքական ղեկավարության կերպը չփոխենք։ Արդյոք գլխավոր խնդիրը միայն այդ ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Արդյոք այստեղ խնդիրը ղեկավարությունն է եւ ոչ թե հանրությունը կամ հանրային մեր գիտակցությունը, մտածելակերպը, արժե համակարգը։ Հարգելի Էլիզա, հանրությունը ամորֆ տիրույթ է, անձև։ Որպեսզի դու կարողանաս քո պետության շրջանակում ձևավորել քաղաքականություն, դու պետք է ազգակերտման գործընթաց ծավալես։ Բարթել մեղքը հանրության վրա, որը որ քո գենետիկ հնարավորությունների կրողն է, եւ նրանց մեջ 1% ընդամենը հայկականության ամբողջ էության փոխանցողն է դեպի ապագա։ Այդ 1%-ն է անում այնպես, որ մշակույթը դառնա ոչ թե մոխիրներին խոնարհվելու ծես, այլ կրակի փոխանցման արարողություն։ Այդ 1%-ը պետք է մշակույթը փոխարկերպի դեպի ապագա։ Եվ այդ 1%-ը մնացած 99%-ի, որը որ գենետիկ կրողն է հայկականությունը ապահովի։ Հիմա եթե այդ 1%-ի մեջ մտնում է նաև ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը որ պետականաստեղծ գործընթացներում պետական ինստիտուտների միջոցով պետք է հայկականությունը վառ պահի, ու դա չի անում, մեղքը չպետք է գցենք հանրության վրա։ Մեղքը պետք է գցենք այդ 1%-ի վրա։ 1%-ի մեջ մտնում են զանգվածային լրատվական միջոցները, հոգևոր դասը, գիտական դասը, մշակութային դասը, քաղաքական գործիչները, դիվանագիտական էլիտան, տնտեսական էլիտան ընտրանին, ռազմական ընտրանին։ Եվ եթե այդ 1%-ը անհաղորդ է մնում, նախընտրում է մոխիրներին խոնարհվելու արարողությունը կրակի փոխանցման ծեսին, ապա հանրությունը ստեղ ոչինչ անել կամ արտագաղթելը կամ համակերպվելը չի անելու։ Հետևաբար հանրությունը ոչինչում մեղավոր չէ։
Նիկոլ Փաշինյանի կերպը այն չէ, ինչ պետք է, որտեղ նրա գիտակցական եւ գիտելիքների մասշտաբների ամբողջությունը հնարավորություն չի տալիս իրեն հասկանալ, որ եթե դու կտրում ես կապը քո անցյալի հետ եւ քո տեսակի հետ, ապա այդ պետությունը ոչ մի աղերս չունի հայկականության հետ։ Իսկ եթե դու ստեղծում ես մի պետություն, որը հայկականությունից կտրված է, նրա գոյության հիմքերն ես ավիրում, նրա գոյության ապագան էլ կասկածի տակ է սպահում։ Մի հատ հələ կարդացեք, թե Ռեյգանը ժամանակին ինչ ճառ է ասել տեսակների պայքարում, ինչ ճառ է ասել, կարդացեք Լինքոլնը ինչ ճառ է ասել, Չերչիլը ինչ ճառ է ասել 46 թվականի Ֆուլթոնում, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, երբ որ ընդունում էին գերմանական պետության դեմ պայքարի ուխտը, տեսակների պայքարում դու տանուլ ես տալիս այսօր, հետևաբար ակնկալիք չունենաս, որ դու անկախ պետականություն ես ունենալու, որովհետև անկախ պետականությունը տեսակի պայքարում հաղթանակ տանելու թագն ու պսակն է։ Թեև չեք մեղադրում հանրությանը, բայց նույն հանրությունը Փաշինյանի բարձրացած թոշակներից շատ գոհ է, որոշատված շատ գոհ է։ Իսկ այդ մի տոկոսը ուրախ է, ողջունում է, տպավորիչ երթի է մասնակցում։ Այդ մի տոկոսը բացատրել է սիրելի հանրությանը, որ այդ 10,000-ը, որը բարձրացրել են, 2 տարի հետո գումարի, փողի գնողունակության անկման պայմանավորված էլ ավելի ցած է իջնելու, բայց ավելացնելու հնարավորություն չի լինելու։ Եվ արդյոք հարցրել են այդ ծախսերը, որը որ ուղղորդված է թոշակի բարձրացման վրա, որտեղից է վերցված։ Մոռացել եք, որ պաշտպանական անվտանգային ծախսեր են կրճատվել։ Մի տոկոսը չի աշխատում։ Մի տոկոսը վհուկներ է շրջանառում։ Մի տոկոսին մեղադրեք։ Ամփոփելով ինչ կարող եք ասել, երբ կհրապարակեն սահմանադրության նոր տեքստը։ Չգիտեմ։ Ինչև ընտրություններ կհրապարակեն, թե դա համարձակության հարց է։ Չգիտեմ։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը կտրականապես դեմ է Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախաբանի փոփոխությանը եւ անկախության հռչակագրի վերացմանը։ Կտրականապես։ Շնորհակալ եմ։ Ես դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում է Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։